Չեպազրույցում արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramovի սահմանազատման եւ էքսկլավների վերաբերյալ հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործընթացի բոլոր կարևոր զարգացումների մասին պաշտոնապես տեղեկացվում է, իսկ հաղորդագրության բացակայությունը նշանակում է, որ այս պահին էական նորություն չկա։ Անդրադառնալով էքսկլավների թեմային, նա նշեց, որ դրա մասին խոսել է, այդ թվում նախընտրական շրջանում, եւ ասաց, որ սահմանազատման շրջանակում պետք է լուծվեն բոլոր կիսատ մնացած հարցերը։ Մենք նույնպես այդ թեմայով մեղմ ասած շահագրգռություն ունենք, որովհետև Արցախաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramovն այսօր ասել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները շարունակվում են։ Ադրբեջանի նախարարը նշել էր, որ գործընթացի շրջանակում արդեն սահմանազատվել է պետական սահմանի մոտ 13 կիլոմետր հատված։ Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ եւ աշխատանքները կշարունակվեն հյուսիսից հարավ, ներառելով նաեւ էքսկլավային գյուղերի հարցերի լուծումը։ Ըստ Փաշինյանի, էքսկլավների լուծման երկու տարբերակ կա։ Առաջինը տարածքները պահպանեն իրենց ներկայիս էքսկլավային կամ անկլավային կարգավիճակը, երկրորդը կողմերը փոխադարձ համաձայնությամբ սահմանի երկայնքով իրականացնեն համարժեք տարածքների փոխանակում։ Փաշինյանի խոսքով նման գործընթացի իրավական ընթացակարգերը նախատեսված են օրենսդրությամբ։ Եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն այդ Իրանն այդ նշանակում է ջերմուկի տարածքների մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով, այն քարտեզներով, որը դրված է սեղանին։ Նիկոլ Փաշինյանը վերջերս է նկատել Ադրբեջանի դրամի վրա եւ անձնագրի քարտեզների մեջ Արցախաշենը որպես անկլավ էլ արձանագրված է։ Դա շատ կարևոր նրբություն է եւ կարծում եմ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմաթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք։ Մեր դիտարկմանը, թե Իրանը չնայած Հայաստանի կառավարության վստահեցումներին շարունակում է TRIP ծրագրի մասով մտահոգություններ ունենալ, վարչապետն ասաց, որ Հայաստանը Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի բոլորի հետ էլ աշխատելու է, որովհետև TRIP-ը գլոբալ նախագիծ է եւ գնալով այդ նախագծի արժեքն ու նշանակությունը մեծանալու է։ TRIP նախագծի շրջանակներում որևէ կոնսպիրացիա չկա։ Հայաստանը պետք է ապաշրջափակվի եւ տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի։ Այսինքն գնացքը պետք է գնա գա, ավտոմեքենա պետք է գնա գա, էլեկտրական հոսանքի տարանցում պետք է լինի, հնարավոր է գազամուղեր, նավթամուղեր, խողովակաշարեր, մալուխներ, այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է հնարավորինս արագ սկսել TRIP ծրագրի իրականացումը եւ իր գնահատմամբ նույն հետաքրքրվածությունն ունի նաեւ ամերիկյան կողմը։ Նրա խոսքով այժմ անհրաժեշտ է ավարտել ընթացակարգերը ակնկալիքով, որ արդեն այս տարվա աշնանը տեղում մեկնարկեն առաջին աշխատանքները։ Գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացել եւ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Նախագծի իրականացումը անկեղծորեն եւ ուղղակիորեն բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։ Արձագանքելով դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի փաստերը նախկինում էլ էին հայտնի, սակայն այժմ են օգտագործվում ընդդիմության դեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, վերջին 8 տարիներին իշխանությունները պայքարել են նաև իր ձևակերպմամբ դատաիրավական մաֆիայի դեմ։ Նրա խոսքով մի շարք գործեր պատշաճ ընթացք չեն ստացել հանցավոր պայմանավորվածությունների պատճառով, ինչի հետևանքով որոշ մարդիկ շարունակել են օգտվել արտոնյալ դիրքից։ Օրինակ, ասում են, որ քաղաքական հետապնդում Ես ասում եմ, որ ընդհակառակը տեղի է ունեցել միջև վերջերս քաղաքական չհետապնդում, որովհետև այդ թվում պետական համակարգում գործող շոշափուկները նախորդ քաղաքական իշխանությունների պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար։ Եվ դրա վերջը պետքա տրվի, եւ դրա վերջը պետքա տրվի այդ թվում ժողովրդի տված մանդատով։
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցին ի պատասխան վարչապետը վստահեցրեց, որ կառավարությունը կանի ամեն ինչ նրանց շահերը պաշտպանելու համար։ Անդրադառնալով Արարատ ցեմենտին, Փաշինյանը հայտարարեց, որ ընկերությունը շուտով կդառնա պետական։ Աշխատակիցներին էլ կոչ արեց չտրվել սադրանքների եւ զգուշացրեց, որ նրանց վրա ճնշում գործադրողները կամ անօրինական գործողությունների դրդողները կազատվեն աշխատանքից, հիշեցնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը։ Իսկ դիտարկմանը, թե հանրությունը պահանջում է պատշաճ պատասխանատվություն քնից չարթնացած կենդանու առյուծի դեպքի համար, վարչապետն ասաց. Կենդանիների հետ կապված, եթե կա մարդ, որը պետքա պատասխանատվություն կրի, ինչքան գիտեմ, քննություն է նշանակված։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդում։ Նրա խոսքով արձակուրդը նախատեսում է անցկացնել Հայաստանում, սակայն եթե առաջանան կարևոր, այդ թվում տարածաշրջանային հարցեր, ամենօրյա ներգրավվածություն կունենա դրանց լուծման գործընթացում։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։